Ողջույն բոլորին և բարի գալուստ մեր ալիք։ Այսօր ձեզ համար պատրաստել ենք Ելենա Արշակյանի «Տաքսիստը» հեռուստասերիալի հերթական, ծայրահեղլարված, էմոցիոնալ, հոգեբանական ծանրագույն շերտերով և պարզապես ճակատագրական զարգացումներով լի վերլուծական թողարկումը։ Իրադարձություններն այնպիսի դաժան ու անկանխատեսելի ընթացք են ստացել, որ հերոսների կյանքում վայրկյան անգամ հանգիստ չկա։ Հարմար տեղավորվեք, որովհետև մենք սկսում ենք մանրամասն քննարկել սերիալի ամենաթեժ դրվագները, որոնք ձեզնից կպահանջեն լիակատար խորասուզում այս խճճված պատմության մեջ։ Նվերի անվերջանալի շանտաժներն ու հոգեբանական ահաբեկչությունը վերջնականապես կոտրում են Սեդային։ Աղջկա ինքնազգացողությունը կտրուկ վատանում է և նրան շտապ տեղափոխում են հիվանդանոց։ Այստեղ ամենասարսափելին Սեդայի լռությունն է։ Նա աղերսում է եղբորը Մինասին, որպեսզի վերջինս ոչինչ չանի նվերին, արդարանալով, թե իբր նվերն իրեն ոչ մի վատ բան չի արել։ Բայց մենք շատ լավ հասկանում ենք այս ստի գինը։ Սեդան պարզապես պաշտպանում է Հարութին։ Նա մահու չափ վախենում է, որ նվերը կիրագործի իր սպառնալիքն ու կստիպի Մանեին կեղծ ցուցմունք տալ, ինչի արդյունքում անմեղ Հարութը 10 տարով կհայտնվի ճաղերի հետևում։ Տեսնելով քրոջ ահավոր հոգեվիճակը, Մինասը կայացնում է միակ ճիշտ որոշումը։ Սեդան պետք է շտապ, գաղտնի կերպով լքի երկիրը, և ոչ ոք, անգամ Սյուզին չպետք է իմանա նրա տեղը, մինչև ինքը վերջնականապես կլուծի նվերի հարցերը։ Ինչպես մենք կանխատեսել էինք մեր նախորդ թողարկման մեջ, Սեդան մեկնում է հենց անապա։ Նա Մինասից գաղտնի է պահում այս ուղղության իրական պատճառը, քանի որ այնտեղ նրան սպասում է անցյալի ամենամեծ առեղծվածը։ Անապայում Սեդան վերջապես հանդիպում է իր մոր երկրորդ ամուսնու որդուն, փորձելով գտնել իր կյանքի ամենացավոտ հարցերի պատասխանները։ Սակայն Սեդան երկար չի մնում իր փորձությունների հետ։ Չդիմանալով կարոտին ու տագնապին, նա կապ է հաստատում Հարութի հետ և հայտնում իր գտնվելու վայրը։ Հարութը, ապացուցելով իր անսահման ու անշահախնդիր սերը, առանց վայրկյան անգամ մտածելու, թողնում է ամեն ինչ և սլանում Սեդայի մոտ։ Այս հանդիպումը խոստանում է լինել սերիալի ամենահուզիչ և շրջադարձային պահերից մեկը։ Մինչ Սեդան ու Հարութը փորձում են հեռվում գտնել իրենց խաղաղությունը, Երևանում կրքերը հասնում են եռման կետի։ Մանեն, ով վերջնականապես դուրս է շպրտվել Մինասի կյանքից, գտնվում է ծայրահեղ խուճապի ու կատաղության մեջ։ Հասկանալով, որ մնացել է ձեռնունայն, նա սկսում է նոր, էլ ավելի ստոր պլաններ մշակել Մինասի և նրա ընտանիքի կյանքը դժոխքի վերածելու համար։ Եվ ահա այստեղ նրա շահերը լիովին համընկնում են նվերի նպատակների հետ։ Ով պատրաստ է անցնել դիակների վրայով Մինասի ստորագրությունը կորզելու համար։ Երկու մերժված, չարացած և վրեժխնդիր հրեշները կրկին գտնում են միմյանց, ստեղծելով չափազանց վտանգավոր դաշինք։ Սակայն նրանց գաղտնի ծրագրերը երկար չեն մնում ստվերում։ Նվերն ու Մանեն պատահաբար հանդիպում են փողոցում և ճակատագրի հեգնանքով հենց այդ պահին նրանց նկատում է Սյուզին։ Ունենալով սուր ինտուիցիա, Սյուզին ակնթարթորեն հասկանում է ամեն ինչ։ Նախ նա գիտակցում է, որ այս երկուսը միավորվել են իր ընտանիքի դեմ ծանրագույն հարված հասցնելու համար։ Երկրորդ և ամենակարևորը, Սյուզիի աչքերը վերջապես բացվում են նվերի և Էլենի հարաբերությունների վերաբերյալ։ Նա հասկանում է, որ նվերը ցինիկաբար խաբում է իր միամիտ քրոջը, խոստանալով ամուսնություն, մինչդեռ իրականում շարունակում է կեղտոտ խաղեր տալ Մանեի հետ։ Սյուզին այժմ տիրապետում է չափազանց վտանգավոր ինֆորմացիայի, որը կարող է կամ փրկել Էլենին, կամ վերջնականապես պայթեցնել ստեղծված իրավիճակը։ Ահա այսպիսի շոկային ու աներևակայելի զարգացումներ են սպասվում մեզ առաջիկայում։ Սերիալը թևակոխում է մի փուլ, որտեղ դիմակները պատռված են, իսկ յուրաքանչյուր սխալ կարող է ճակատագրական լինել։
Իսկ դուք հարգելի հետևորդներ գրեք մեկնաբանություն, արդյոք Սյուզին Մինասին կհայտնի, որ Մանեին ու նվերին տեսել է միասին, և արդյոք Մինասը դրանից կանի հետևություններ։ Շնորհակալություն, որ մեզ հետ էիք այս խորքային վերլուծության ընթացքում, չմոռանաք հավանել այս տեսանյութն ու բաժանորդագրվել մեր ալիքին, որպեսզի միշտ առաջինը տեղեկանաք ամենաթեժ զարգացումներին։ Կհանդիպենք շատ շուտով։